Նախազգուշացում ենք հայտարարում։ Արթուր Խաչատրյան։ Սելայնակիցներ, այսօր նորին սուրբոցություն Տեր Գարեգինբեն ամենայն հայոց կաթողիկոսի Հոբելյանն է 75-ամյակը եւ ես որդիական խոնարհությամբ շնորհավորում եմ վեհապար հորը ծննդյան կապակցությամբ, մաղթում եմ երկար կյանք, կորով եւ եռանդ հավատավոր ժողովրդին այս փոթորկուն ծովու նավարկելու համար, առաջնորդելու համար։ Հիմա անդրադառնամ, չէ, իմ ասածը կրոնական տեքստ չէր, ամեն պետք չի ասել դրանից։ Անդրադառնամ օրակարգային հարցին։ Ֆինանսավարկային հանձնաժողովը մանավանդ երբ հարստացավ մի կոմպոնենտով, այսինքն պատմական արդարությունը վերականգնվեց եւ հարկային քաղաքականությունը եկավ այս հանձնաժողով, իրոք կարևորագույն առաքելություն ունի։ Անդրադառնանք բանկային համակարգին։ Երեք հրապարակված ուրեմն հաշվետվություններով ֆինանսական հատվածը ու բանկային եւ ապահովագրական կազմում էր հնայի 19%-ը։ Սակայն պետք է ընդունենք, որ այս հսկայական թվի տակ մենք չունենք ֆինանսական համակարգի բազմազանություն։ Ֆինանսական գործառույթները կենտրոնացված են բանկային համակարգում եւ ես խորապես համոզված եմ, որ դրա պատճառներից մեկը կենտրոնական բանկի քաղաքականությունն է։ Մեգա ռեգուլյատորը ճնշում է ոչ բանկային ֆինանսական հաստատությունների զարգացումը։ Նայենք մեր բորսային, ծավալները։ Ես կարծում եմ, որ ցանկացած սուպերմարկետ մի օրում ավելի մեծ շրջանառություն ունի, քան թե մեր բորսան։ Եվ զարմանում եմ եւ շատ հիասթափված եմ, որ կառավարությունը իր ծրագրում, որ ներկայացրել է, չի խոսում ընդհանրապես բաժնետիրացման մասին, ձեռնարկությունների բաժնետիրացման եւ բաժնետոմսերի շուկայի զարգացման մասին, խոսքը գնում է միայն պարտատոմսերի շուկային։ Իսկ ինչ պատկեր ունի բանկային համակարգի եւ վարկային կազմակերպությունների տրամադրված վարկերի պորտֆելը։ Դե մի քանի անգամ ասել եմ, ելի եմ ասում, եթե կենտրոնական բանկից լսում են, ձեր կայքի նոր վերսիան շատ գեղեցիկ է, փումփուլիկներ կան շատ սիրուն, բայց տվյալները գտնելը հատուկ հետախուզական հմտություններ է պահանջում։ Անտրամաբանական է, որ վարկային պորտֆելի 1/3-ը սպառողական վարկեր են, ընդ որում փոքր սպառողական վարկերը ամենամեծ մասն ունեն եւ չգործող վարկերի սպառողական անուսալի էլի փոքր վարկեր են, դա ամենապարզ ինդիկատորն է, որ կամ ժողովրդի ձեռքին ուղղակի փող չկա, մարդիկ այսօրվա հացի փող չունեն եւ վարկով են այսօրվա հացը առնում, նայեք մինչեւ 250,000 դրամ մայր գումարով չգործող վարկերն ինչ ծավալ են, կամ ուղղակիորեն դա կապված է գումարբազության հետ, իսկ ավելի կոնկրետ երկուսը միասին իրար հետ են։ Այսինքն մյուս 1/3-ը դա հիպոթեկն է, քանի որ հիպոթեկային վարկերը հիմնականում այսինքն մարդիկ մեծամասնությունը վարկառուները 95%, եթե չեմ սխալվում, մի բնակարան է գնել, այսինքն դա էլի եկամտաստեղծ գործունեության համար չի, փաստորեն էլի ֆինանսավորում է սպառումը։ Ֆինանսական համակարգը պետք է էապես վերափոխվի, որպեսզի ֆինանսական համակարգը ֆինանսավորի արտադրությունը, արդյունաբերությունը, առաջարկի ստեղծումը։ Երբ բանկերի հետ ես խոսում, երբ կենսաթոշակային ֆոնդերի հետ ես խոսում, ասում են դե չկան այդ ձեռնարկությունները, որտեղ փողը դնենք։ Եվ ստեղ ես իրոք իրանց հետ համաձայն եմ։ Վերջերս երբ բացվեց տվյալների մշակման կենտրոնը, կենսաթոշակային ֆոնդերը ֆինանսավորեցին դա։
Դրանից մինչև այդ ամեն մեկը երկու ֆոնդ ունենք, ամեն մեկը մեկական ընկերության մեջ են ներդրում կատարել։ Սա նշանակում է, որ շատ լուրջ պետք է անդրադառնանք նաև կենսաթոշակային ֆոնդերի գործունեությանը։ Իդեպ շատ հետաքրքիր է, երբ այս տվյալների մշակման կենտրոնի մասին խոսք էր գնում, ասում են խոշոր ներդրումներ, միջազգային արտասահմանյան ներդրումներ, բայց որ նայում ես, մի մասը սինդիկատացված վարկ է, մյուս մասը կենսաթոշակային ներդրումներն են։ Քանի կոպեկ է մտել արտասահմանից այս խոշոր ծրագրի տակ, կամ ինչ է լինելու իր ազդեցությունը տնտեսության վրա։ Լավ բան է, բայց այդ լավ բանը ինչքանով է նպաստելու Հայաստանի տնտեսությանը։ Շատ հետաքրքիր էր, որ ներդրումից մի քանի օր առաջ, ներողություն եմ ասում, այդ գործարանի բացելուց մի քանի օր առաջ Reuters-ը մետաքրքիր ուսումնասիրություն էր արել, որ ամերիկյան համայնքների 14%-ն է ընդամենը համաձայն, որ տվյալների մշակման կենտրոններ իրանց մոտ գործեն։ Եվ մյուս հետաքրքիրն է, որ Nvidia-ի բաժնետոմսերի գինը ընկան Երևանում այդ տվյալների կենտրոնի բացման հաջորդ օրը։ Չեմ ասում մեկը մյուսով կապված է, բայց ուղղակի փաստ է, հետաքրքիր է։ Նայեք այդ ամեն ինչը։ Հա, ներդրումներ չեն գալիս, բա ոնց պետք է գան, որ ներդրողները տեսնում են, չէ՞, որ ուզում ես ներդրում կատարես, շատ հետաքրքիր մի հատ կոմբինացիա է Հայաստանում գործում։ Հա, օրինակ տենց է մենք հոդաբաշխ պատասխան չստացանք, թե ինչի քրոնիմետրը Հայաստանից դուրս եկավ գեոպրոմայնինգը, եւ հետո ինչի գեոպրոմայնինգը հանկարծ իր բաժնետոմսերի մի էական հատված նվիրեց կառավարությանը։ Ինչի՞։ Եվ կառավարությանը աշխատակազմին է, ոչ թե պետգույքի կառավարման վարչության։ Այդ ինչի հանկարծ վիվասելի գործարքը տեղի չէր ունենում։ Տեղի ունեցավ, մեկ էլ ճտ վիվասելը մի գեղեցիկ փաթեթով էլի նվեր։ Լիդիանը քանի տարի գործարք չէր, քանի տարի լիցենզիան չէր հաստատվում, մեկ էլ մի գեղեցիկ փաթեթ տալուց հետո հաստատվեց։ Ֆինանսական համակարգում դա կոչվում է ռեյդերություն։ Մյուս խնդիրը, որին կուզենայի անդրադառնալ, արտաքին պարտքը։ Այստեղ ասում են, հա, արտաքին պարտքը կար, բա ինչա, մենք սպասարկում ենք, պարտքն հարաբերությունները մի պա բարձրացավ, հիմա էլի ընկնելու վրա է։ Նախ հիշեցնեմ, որ անցյալ տարի փոխեցիք օրենքը եւ առնվազն 2-2.5%-ային կետով պարտքն հարաբերությունը դրա արդյունքում բարելավվեց։ Բայց խնդիրը միայն այն չէ, թե պարտքին չեք վերցնում։ Ամերիկայի պարտքի շեմը 3 առաջ օրը 40 տրիլիոնը հատեց։ Խոսքը վերաբերում է այդ պարտքը ինչի վրա է օգտագործում։ Կառավարությունը նախավերջին նիստի ժամանակ հերթական 350 միլիոնանոց 2 վարկային համաձայնագիր հաստատեց։ Ու 350 եմ ասում, որտեղ մեկը եվրով էր, մյուսը դոլարով էր, որ բերում ես մի արժույթին, այդքան է։ Բյուջետային աջակցության վարկ։ Կամ բյուջեն այն վիճակում է գտնում, որ ինքը չի կարողանում օրվա ծախսերը փակել։ Մենք դրան ենք քննադատում։ Բյուջետային աջակցության վարկ, այլ ոչ թե կոնկրետ, չափելի, հստակ արդյունք ունեցող հետագծելիություն ապահովող վարկեր, որոնք օրինակ գնում են տնտեսական պոտենցիալի աճին, մեծացմանը։ Մեր ֆրակցիան կողմ է քվեարկել օրինակ հյուսիս-հարավի շրջանակներում թունելի կառուցման համար վերցված վարկին։ Ինչքանով են այդ վարկերը արդյունավետ օգտագործում եւ վերջապես, եթե մենք զտենք վարկը, առանց այդ վարկի մեր տնտեսական աճը ինչքան կլիներ։ Հպարտանում ասում եք, այ մեր տնտեսական աճը մեծ է, տնտեսական ակտիվության ցուցանիշը մեծ է, եթե հանենք վարկերը ինչքան կլիներ։ Այս տարի վարկերի սպասարկման եւ մարգումարի մասնակի մարման գումարը 1 տրիլիոն է կազմելու։ Պետական բյուջեով նախատեսված է, որ մեր եկամուտները 3 տրիլիոն են կազմելու։ Այսինքն ստացած ամեն մի 3 դրամից մեկը տալու ենք պարտատերերին։ Մյուս խնդիրը հարկերն են։ Հայաստանի հարկային համակարգը պետք է վերանայվի։ Միկրոձեռնարկությունները, փոքր եւ միջին ձեռնարկությունները պետք է ավելի արտոնյալ հարկային ռեժիմով հարկվեն։ Ձեր իշխանության, ձեր կուսակցության ղեկավարը, ձեր նշանակած կառավարության ղեկավարն ասում էր հարկային համակարգը նենց է արված, որ փոքր ձեռնարկությունները չաճեն։ Նախ ով ասես, որ բոլոր փոքր ձեռնարկություններն ուզում են աճեն։ Լրիվ այլ խնդիրներ կան։ Եթե ասում են մեծ ձեռնարկությունները իրանց քողարկում են
փոքր ձեռնարկությունների են բաժանում իրանց, մասնատում են, հարկային պլանավորում գնում, հանցագործներին բռնեք եւ դատեք։ Ոչ թե բարեխիղճ փոքր ձեռնարկություններին պատժեք։ Այս 15 վայրկյանում փորձեմ մի հարցին անդրադառնամ, լավ։ Նենց զարմացած եք ասում, բանայք, որ մարդիկ այլ կուսակցություններով են եկել, այս կողմ, այն կողմ, մեկը հանրապետական ա եղել, մեկը Բարգավաճ եւ այլն։ Հետ եմ նայում, պարոն Կոնջորյան, երկու կուսակցություն։ Ժամանակն ավարտվել է, պարոն Խաչատրյան։ 15 վայրկյան։ Այ հենց այդ պահին էլ պետք է ավարտվեր։ Ուրեմն ՔՊ-ի մի տեղակալը նախագահի, նախկին հանրապետական ա, մյուսը նախկին ԲՀԿ-ական ա։ Թող վարչապետերից մեկը լավ, ձեր ժամանակը ավարտված էր, թողեցի շարունակեք, բայց ոչ նրա համար, որ գոնե սուտ ասեք։ Ես կյանքումս բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, այլ կուսակցության անդամ։ Երիտասարդական միություն, այդ կարող է Սարդական պայմանագրի հետ էր Պարոն աֆիլիացված։ Խաչատրյան, նստեք խնդրում եմ, ձեր ժամանակն ավարտվել է։ Արման Եղոյան, բայց անկեղծորեն, այս թեման ինչքան ասում եք, այդքան բան ա լինում։ Սուտ ա դա, պարոն Խաչատրյան, դա սուտ ա։ Ես որևէ այլ կուսակցության անդամ իմ կյանքում չեմ եղել։ Համեցեք, պարոն Եղոյան։ Լռություն դալիճում, խնդրում եմ մեզ մի զրկեք, պարոն Եղոյան։